Նոր կտակարանի ներածություն։ Պողոսի առաջին նամակը Կորինթացիներին։ Եթե հռոմեացիներին ուղված նամակը մեզ բացեց ավետարանի խորքային իմաստը, ցույց տալով, թե ինչպես է մարդը արդարանում Աստծո առաջ, ապա Կորինթացիներին ուղված առաջին նամակը մեզ տեղափոխում է մեկ քայլ առաջ, դեպի կյանքի իրական դաշտ, որովհետև հավատը միայն գաղափար չէ, այն պետք է մարմնավորվի եկեղեցու մեջ, հարաբերությունների մեջ և ընտրությունների մեջ։ Կորինթոսը առաջին դարի ամենաբարդ քաղաքներից մեկն էր։ Հարստությամբ և բարոյական անկումով, իմաստասիրությամբ և խառնաշփոթով, ազատությամբ և անկարգությամբ։ Եվ հենց այս քաղաքի մեջ ծնված եկեղեցին դարձավ մի կենդանի օրինակային բանի, թե ինչ է տեղի ունենում, երբ ավետարանը հանդիպում է իրական մարդկային բնությանը։ Կորինթացիներին ուղված առաջին նամակը գրված է հենց այդ իրականության մեջ։ Այստեղ մենք տեսնում ենք բաժանումներ, հպարտություն, սխալ ընկալումներ ազատության մասին, խառնաշփոթ պաշտամունքի մեջ և նույնիսկ բարոյական լուրջ խնդիրներ։ Բայց միևնույն ժամանակ տեսնում ենք նաև Պողոսի պատասխանները, թե ինչ է իրական իմաստությունը, ինչ է խաչի ուժը, ինչ է եկեղեցու միասնությունը և որ ամենակարևորն է, ինչ է սերը։ Այս նամակը մեզ հիշեցնում է մի պարզ, բայց խորը ճշմարտություն։ Քրիստոնեությունը չի սկսվում կատարյալ մարդկանցով, այլ ձևավորում է մարդկանց դեպի կատարելություն։ Այս տեսանյութում մենք կփորձենք հասկանալ, թե ինչպես է այս նամակը պատասխանում ամենաբարդ հարցերից մեկին. ինչպես ապրել ավետարանը իրական կյանքում։ Իսկ մինչ այդ բաժանորդագրվեք ապոլոգիա կենտրոն ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա տեսանյութերը։ Հեղինակը։ Կորինթացիներին ուղված առաջին նամակի հեղինակը հստակորեն ներկայացվում է հենց նամակի սկզբում, որպես Պողոս առաքյալ։ Սա միայն ձևական նշում չէ, այլ ամբողջ նամակի ընթացքում զգացվող կենդանի հեղինակային ներկայություն։ Նամակը կրում է Պողոսին բնորոշ բոլոր հատկանիշները՝ տրամաբանական, բայց միևնույն ժամանակ հուզական խոսք, հայրական խստություն և հոգատարություն և աստվածաբանական խորություն միավորված գործնական հորդորների հետ։ Այստեղ Պողոսը գրում է ոչ թե որպես հեռավոր ուսուցիչ, այլ որպես հիմնադիր և հոգևոր հայր։ Նա անձամբ էր հիմնադրել Կորինթոսի եկեղեցին և այժմ դիմում է մի համայնքի, որը ճանաչում է իրեն և որի խնդիրներին ինքը ներսից ծանոթ է։ Նամակում կան նաև կոնկրետ պատմական հիշատակումներ մարդկանց, հարցերի և իրավիճակների մասին, որոնք լիովին տեղավորվում են Պողոսի ծառայության հայտնի պատմության մեջ ըստ Գործք առաքելոց գրքի։ Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ մենք գործ ունենք իրական, կոնկրետ իրավիճակի արձագանքի հետ, այլ ոչ թե ընդհանուր տեսական գրության։ Վաղ եկեղեցին ևս այս նամակը ընդունել է առանց կասկածի, որպես Պողոսի իրական գրություն, և այն լայնորեն օգտագործվել է որպես հեղինակավոր ուսուցման աղբյուր։ Այսպիսով, Կորինթացիներին ուղված առաջին նամակը ներկայացնում է մեզ Պողոսին իր ամենաանձնական և անմիջական ձևով, ոչ միայն որպես աստվածաբան, այլ որպես հովիվ, որը փորձում է ուղղել, կառուցել և պահպանել եկեղեցին կյանքի իրական դժվարությունների մեջ։ Վավերականությունը։ Կորինթացիներին ուղված առաջին նամակը նոր կտակարանի այն գրքերից է, որի վավերականությունը բարձր աստիճանի վստահությամբ ընդունված է թե եկեղեցական ավանդության և թե ժամանակակից նոր կտակարանյան գիտության մեջ։ Այն դասվում է անվիճելի Պողոսյան նամակների շարքին։ Նամակի վավերականությունը հաստատվում է 3 հիմնական շերտերով՝ ներքին վկայությունը, վաղ եկեղեցու հաստատումը և պատմական համապատասխանությունը։ Նամակը բացվում է Պողոսի անունով, բայց առավել կարևոր է այն, թե ինչ է տեղի ունենում ամբողջ տեքստի ընթացքում։ Մենք այստեղ տեսնում ենք մի նամակ, որը լի է կոնկրետ խնդիրներով՝ բաժանումներ եկեղեցու ներսում, բարոյական լուրջ խնդիրներ, վեճեր ազատության շուրջ և խառնաշփոթ պաշտամունքի մեջ։ Այս ամենը ցույց է տալիս, որ նամակը չի գրվել որպես ընդհանուր ուսուցում, այլ որպես արձագանք իրական իրավիճակին։ Պողոսի ոճը այստեղ շատ ճանաչելի է։ Կտրուկ հարցեր ու պատասխաններ, հռետորական հակադրություններ, չգիտեք արդյոք ձևակերպումների կրկնություն և խորը աստվածաբանական եզրահանգումներ ուղղված կոնկրետ խնդիրներին։
Սա այն նույն ձայնն է, որը տեսնում ենք նրա մյուս նամակներում։ Կորինթացիներին ուղված առաջին նամակը վաղ եկեղեցում լայնորեն օգտագործվել է որպես հեղինակավոր գրություն։ Առաքելական հայրերից կղամես Հռոմեացին արդեն առաջին դարի վերջում իր համանուն նամակում անդրադառնում է կորինթացիների համայնքին եւ ակնարկում Պողոսի գրածը։ Նույնպես եւ երկրորդ դարում Իրինեոս Լեոնացին եւ այլ հայրեր բացահայտ մեջբերում են այս նամակից որպես Պողոսի գրություն։ Կորինթացիներին ուղված առաջին նամակը հիշատակված է նաեւ մեզ հայտնի ամենահին նոր կտակարանյան կանոնում, Մուրատորիի կանոնում, որը թվագրվում է Քրիստոսից հետո 150-ական թվականներին։ Այս վկայությունները գալիս են տարբեր կենտրոններից՝ Հռոմ, արևելյան եկեղեցիներ, արևմտյան եկեղեցիներ, եւ բոլորն էլ նույն կերպ ճանաչում են նամակը որպես Պողոսի գրություն։ Սա ցույց է տալիս, որ նրա հեղինակությունն ու վավերականությունը ձևավորվել են շատ ավելի վաղ եւ լայն տարածում ունեին։ Կորինթացիներին ուղված առաջին նամակը լիովին տեղավորվում է Պողոսի կյանքի եւ ծառայության պատմության մեջ։ Գործք առաքելոցում մենք տեսնում ենք, որ Պողոսը հիմնադրում է Կորինթոսի եկեղեցին եւ հետո շարունակում է կապ պայել նրանց հետ։ Նամակում հիշատակվող խնդիրները լիովին համապատասխանում են այնպիսի քաղաքի բնույթին, ինչպիսին Կորինթոսն էր՝ բազմազգ, ազատ, բայց նաեւ բարոյապես անկայուն միջավայր։ Նամակում նշվում են նաեւ կոնկրետ անձինք եւ իրավիճակներ, որոնք ցույց են տալիս իրական կապ համայնքի հետ, այլ ոչ թե տեսական քննարկում։ Հետաքրքիր է, որ նույնիսկ քննադատական նոր կտակարանյան գիտության մեջ Կորինթացիներին ուղված առաջին նամակը համարվում է Պողոսի իրական գրություններից մեկը։ Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ տարբեր դպրոցներ գրեթե համակարծիք են։ Այսպիսով, Կորինթացիներին ուղված առաջին նամակի վավերականությունը հիմնված է Պողոսի ինքնահայտարարության եւ ճանաչելի ոճի, վաղ եկեղեցու միաձայն վկայությունների եւ պատմական իրադարձությունների հետ լիակատար համապատասխանության վրա։ Սա իրական նամակ է, ուղղված իրական մարդկանց, իրական խնդիրների մասին, իրական ժամանակում։ Եվ հենց այս կենթանի բնույթն է այն դարձնում ոչ միայն պատմական փաստաթուղթ, այլ այսօր էլ խոսող ուղերձ։ Հասցեա տերերը, գրման վայրը եւ տարեթիվը։ Կորինթացիներին ուղված առաջին նամակը գրված է կոնկրետ համայնքի՝ Կորինթոսի եկեղեցու համար, սակայն իր բովանդակությամբ այն շատ ավելի լայն նշանակություն ունի։ Այն անդրադառնում է այնպիսի խնդիրների, որոնք բնորոշ են ոչ միայն մեկ քաղաքին, այլ գրեթե յուրաքանչյուր եկեղեցու ողջ քրիստոնեական պատմության մեջ։ Առաջին իմաստով նամակը ուղված է Կորինթոս քաղաքում գտնվող քրիստոնեական համայնքին։ Մի եկեղեցու, որը Պողոսը անձամբ էր հիմնադրել իր միսիոներական գործունեության ընթացքում։ Կորինթոսը առաջին դարի ամենամեծ եւ ամենաազդեցիկ քաղաքներից էր, առևտրի կենտրոն, մշակութային խաչմերուկ եւ միևնույն ժամանակ բարոյապես անկայուն միջավայր։ Այդ քաղաքի եկեղեցին նույնպես կրում էր իր միջավայրի ազդեցությունը։ Նամակում մենք տեսնում ենք բաժանումներ եւ խմբավորումներ, հպարտություն եւ մրցակցություն, բարոյական խնդիրներ, պաշտամունքային խառնաշփոթ եւ սխալ ընկալումներ քրիստոնեական ազատության մասին։ Այսպիսով, հասցեատերերը կոնկրետ համայնք է, բայց Պողոսի խոսքը ուղղված է նաեւ յուրաքանչյուր եկեղեցու, որը կանգնած է նման մարտահրավերների առաջ։ Պատմական տվյալների համաձայն առավել ընդունված է, որ նամակը գրվել է Եփեսոս քաղաքում։ Պողոսը այդ ժամանակ գտնվում էր իր միսիոներական գործունեության ընթացքում եւ Եփեսոսը դարձել էր իր ծառայության կարևոր կենտրոններից մեկը։ Նամակում նշված որոշ մանրամասներ, օրինակ իր այնտեղ մնալու ծրագիրը, հաստատում են այս վայրը։ Եփեսոսը լինելով խոշոր հելենիստական կենտրոն, հարմար վայր էր, որտեղ Պողոսը կապ էր պահում տարբեր համայնքների հետ եւ արձագանքում նրանց խնդիրներին։ Նամակի գրությունը սովորաբար թվագրվում է Քրիստոսից հետո մոտ 53-ից 55 թվականներով։ Սա համապատասխանում է այն ժամանակահատվածին, երբ Պողոսը գտնվում էր Եփեսոսում եւ ակտիվ կապի մեջ էր Կորինթոսի եկեղեցու հետ։ Այս վաղ թվագրությունը կարևոր է, որովհետև այն ցույց է տալիս, որ նամակը գրվել է իրադարձություններին շատ մոտ ժամանակում եւ արտացոլում է առաջին սերնդի քրիստոնեական համայնքի իրական վիճակը։ Այսպիսով, Կորինթացիներին ուղված առաջին նամակը գրվել է Կորինթոսի իրական խնդիրներով լի եկեղեցուն, հավանաբար Եփեսոսում, Քրիստոսի ծննդից հետո մոտ 53-ից 55 թվականներին։ Այն միաժամանակ հովվական նամակ է, աստվածաբանական վերլուծություն եւ համայնքային կյանքի ուղեցույց։ Եվ հենց այս պատճառով այն շարունակում է խոսել նաեւ այսօր, քանի որ եկեղեցու խնդիրները փոխվում են ձևով, բայց ոչ էությամբ։ Գլխավոր ուղերձը, առանձնահատկությունները եւ կառուցվածքը։
Կորինթացիներին ուղված առաջին նամակի կենտրոնական ուղերձը կարելի է ձևակերպել այսպես. Եկեղեցին կոչված է ապրել միասնության, սրբության և սիրո մեջ։ Քրիստոնեական ազատությունը օգտագործելով ոչ թե ինքնահաստատման, այլ ծառայության համար։ Պողոսը դիմում է մի համայնքի, որտեղ հավատը արդեն կա, բայց կյանքի մեջ այն դեռ չի ստացել իր ամբողջական արտահայտությունը։ Նա ցույց է տալիս, որ քրիստոնեական կյանքը չի սահմանափակվում ճիշտ համոզմունքներով, այն պահանջում է ճիշտ հարաբերություններ, ճիշտ վարքագիծ և Քրիստոսի փրկաբանության տրամաբանությամբ մտածողություն։ Այս նամակի սիրտը կարելի է տեսնել երկու առանցքային գաղափարներում. Հիսուս Քրիստոսի քավության և հարության հավատը որպես իրական իմաստություն և սերը որպես քրիստոնեական կյանքի բարձրագույն չափանիշ։ Նամակը ունի նաև մի շարք առանձնահատկություններ։ Այս նամակում մենք տեսնում ենք եկեղեցու ամենակենդանի պատկերը, ոչ թե իդեալական, այլ պայքարող։ Սա այն գրքերից է, որտեղ հավատացյալների սխալները չեն թաքցվում, այլ բացահայտվում են ուղղվելու նպատակով։ Պողոսը հակադրում է մարդկային իմաստությունը և աստվածային իմաստությունը։ Խաչը աշխարհին թվում է խենթություն, բայց իրականում հենց այն է փրկության ուժը։ Սա ամբողջ նամակի հիմքում ընկած մտածողություն է։ Կորինթացիները հաճախ սխալ են հասկանում նաև ազատությունը, օգտագործելով այն ինքնահաստատման համար։ Պողոսը ցույց է տալիս, որ ազատությունը պետք է ծառայի սիրուն և եկեղեցու հոգևոր կյանքի կատարելագործմանը։ Նամակի 13-րդ գլուխը՝ սիրո օրհներգը, նամակի գագաթնակետն է։ Այստեղ Պողոսը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենամեծ շնորհները արժեք չունեն առանց սիրո։ Իսկ նամակի վերջում Պողոսը անդրադառնում է հարությանը, որպես քրիստոնեական հավատքի հիմք։ Առանց հարության հավատը կորցնում է իր իմաստը։ Սա Հիսուս Քրիստոսի հարության մասին ամենահին գրավոր վկայությունն է, որը ընդունված է նույնիսկ ժամանակակից աստվածաշնչյան քննադատների կողմից և հզոր վկայություն է հօգուտ հարության իսկության։ Ըստ կառուցվածքի Կորինթացիներին ուղված առաջին նամակը կարելի է բաժանել 3 մասի։ Մաս առաջին։ Եկեղեցու բաժանումները, մարդկային իմաստության և աստվածային իմաստության տարբերությունը, խաչի կենտրոնականությունը և առաքյալների ծառայության ճիշտ ընկալումը։ Այս հատվածում Պողոսը ուղղում է համայնքի առաջին մեծ խնդիրը՝ բաժանումները։ Նա ցույց է տալիս, որ եկեղեցու հիմքը ոչ թե մարդիկ են, այլ Հիսուս Քրիստոսը։ Մաս երկրորդ։ Բարոյական կարգապահություն, դատական վեճեր, ամուսնություն և ընտանիք, ազատության հարցերը և պաշտամունքային կարգը։ Այս հատվածը վերաբերվում է կյանքի գործնական կողմին։ Պողոսը ցույց է տալիս, թե ինչպես պետք է հավատքը արտահայտվի առօրյայում և համայնքի ներսում։ Մաս երրորդ։ Հոգևոր պարգևները, եկեղեցին որպես մարմնի պատկեր, սիրո օրհներգը, պաշտամունքի կարգավորումը, հարության ուսմունքը և վերջնական հորդորները։ Այս վերջին հատվածում Պողոսը միավորում է ամեն ինչ, ցույց տալով, որ եկեղեցու կյանքը պետք է առաջնորդվի սիրով, կարգով և հարության հույսով։ Այսպիսով, Պողոս առաքյալի Կորինթացիներին ուղված առաջին նամակը մեզ հիշեցնում է, որ եկեղեցին կատարյալ մարդկանց համայնք չէ, այլ մարդկանց, որոնք կանչված են դեպի կատարելություն։ Այն ցույց է տալիս, որ հավատքը պետք է դառնա կյանք, հարաբերությունների մեջ, վարքագծի մեջ և եկեղեցու կառուցման մեջ։ Եվ եթե խաչը մնում է կենտրոնում, իսկ սերը որպես գլխավոր չափանիշ, ապա եկեղեցին կարող է հաղթահարել իր բոլոր խնդիրները։